Պրոֆուտ միջոցառմանը ներգրաված են շատ միջազգային մակարդակի եւ խոհարարներ եւ սպիկերներ, ինչպես է կընտրել մասնագետներին եւ ինչ արձագանք են նրանք ունենում Հայաստան գալուն պես։ Ուզեմ նշել մեր հայ իշխաններից Սեփուլը, որ Կանադայից է եկել, ունի Միշելյան աստղի ռեստորանի համար թալին եւ ինքը մեծ սիրով է եկել մասնակցելու։ Դրա հետ մեկտեղ կարա նշեմ Օյբեկը X-ով խմբից, որը որ ամենահայտնին է ոնց որ մերձ այդ արևելյան երկրներում ու իր մասին իմանալով մարդիկ եկել են իր սպիչը լսելու, իդեր առաջի անգամ էր Հայաստանում, ոնց որ իր համար էր բացահայտում։ Նմանատիպ ունենք հյուրեր նաև Լիբանանից, Էմիրատներից, ունենք հենց իրենց Դուբայի շեյխի կողմից նշանակված շեֆ խոհարար, ով ունի իր հեռուստաընկերությունը եւ համարվում է Warner Brothers-ի branch, ու ինքը հիմա մեր մոտ top table անում, master class սովորացնում է մեր խոհարարներին, թե ինչպես պատրաստել իրենց ազգային ուտեստը, այսինքն այս անմիջականությունը, այս հյուրերի բազմազանությունը հենց ինքնին բերում է այդ բանին, որ միջազգային ոլորտի կարելի է դուրս գալ եւ արդեն հասնել իրենց միակը։ Նշեցիք հոյակապ փորձի փոխանակման մասին, որովհետև եւ տեղացի մասնագետները եւ դրսից հրավիրված ձեր մասնագետներ իրար հետ մեկ վայրում աշխատում են եւ դա էմոցիոնալ տեսանկյունից եւ մասնագիտական տեսանկյունից հոյակապ փորձի փոխանակման հարթակ է։ Այ դուք որպես կազմակերպիչ, երբ նայում եք որպես այդ երանգյան երրորդ կողմ, ինչպիսի զգացողություններ եք ունենում։ Ներկա պահին հենց հիմա որ մենք խոսում ենք, մեզ մոտ top table-ում Շաղիկ Տեր-Վարդանյան, Լիբանանահայ եւ Սումայա, նույնին պատմած այդ շեխի նշանակված Խոշեֆ խոհարարը իրար հետ միասին top table են անցկացնում, որով եզրափակել են օրվա master class-երը, ու իրանք միքս են անելու հայկական խոհանոցը արևելյան խոհանոցի հետ։ Այսինքն ինքնին արդեն ամփոփում է, որ այս միջազգային մեր հյուրերը իրենց փորձառությունները բերում են մեր հայ մասնագետների հետ, ու իրենց երկու այդ ոլորտները միանում են, միաձուլվում են, ու ֆիդբեքները, որ ստանում ենք ընթացքում, այսինքն որ Հայաստանում են իրանք ամենատենում, ասում է փոքր երկիր է, գուցե եւ տնտեսություն չունի, բայց սենց մակարդակի, որ բերում հասցնում են հյուրերին ու մատուցում են այն մակարդակը, որ միջազգային ոնց ստանդարտեն համաձայն, ու իրանք էլ են սովորում, այսինքն սա մենակ միակողմանի չի, որ գալիս է դրսից պետք է սովորասի, չէ, հայկական իր հետ ունեցած փորձը նույնպես փոխանցում ենք միջազգային, ու տենց ստացվում ավելի բարեկամական կամուրջներ ստեղծելով երկու խոհանոցների միջև արդեն։ Ամենաշատը տպավորվել է այդ խոհանոցի համը, այսինքն մեր այդ ամեն համեմունք, ամեն բար բանջարեղենի համ, այսինքն որ ինքը օրգանիկ ամբողջությամբ իրանք ուտում են ու չեն կշտանում, կարելի է ասել։ Հետո հյուրընկալությունը ամենաառաջին, ասում եմ 78 երկիր լինելով հանդերձ, ասում եմ առաջի երկիրն է, որտեղ ես զգում եմ որպես իմ տանը։ Դա ասում է Էմիրատում ապրող լիբանանցի Միշելյան աստղով խոհարար, ով որ նաև սպասարկում է շեխի ընտանիքին Ամերիկայում։ Այսինքն դա լսելով հասկանում ես, որ ճիշտ ուղու վրա ես։